Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր Սուրեն Զոլյանին։ Պարոն Զոլյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու Ես եմ շնորհակալ գալերի համար։ Պարոն Զոլյան, հիմնական քննարկման թեման բնականաբար Վենսի այցն է Հայաստան կամ տարածաշրջան, բայց մինչ այս այցին անդրադառնալը ուզում եմ մեր քննարկումը սկսել հետևյալ լուրով։ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներին արգելեցին Արցախ անվանումով ստեղծագործությամբ հանդես գալ Ադրբեջանի պահանջով։ Ինչ է սա, քաղաքականությունը ներթափանցել է սպորտ։ Գիտեք, շատ ճիշտ եք այսօր մեր խոսակցությունը դրանից սկսում, որտեղ դա շատ կարևոր լուր է։ Կարծես թե լավ, ինչ տարբերություն, ինչ անվան տակ բարելու են այդ մարզիկները, վերջը երաժշտությունն է, գլխավորը օրինակ տեղ գրավեն եւ այլն։ Բայց դա շատ կարևոր է, եւ թե մենք հասկանանք, դա ոչ միայն սպորտին է վերաբերում, դա իր հերթին, այլ դա ցույց է տալիս միջազգային ասպարեզում իրավիճակը, երբ մեզ ասում են խաղաղություն է եկել խաղաղության մեջ ենք ապրում, թե իրականում ինչ է նշանակում այս խաղաղությունը։ Այսինքն, արդեն ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև միջազգային ացիանները արգելում են Արցախ բառը։ Նրանց այլևս չի բավարարում այն ցեղասպանությունը, որ տեղի է ունեցել, որ մարդկանց վերջի հային անգամ նմուշի համար, թանգարանային նմուշի համար չեն պահել Արցախում, այլ վրընդել են, այսինքն ի կատարածելով այդ ցեղասպանության գործընթացը, այսօր ուրեմն արգելված է անգամ անունը տալ։ Եվ դա կոչվում է խաղաղություն, այսինքն մենք տեսնում ենք, որ առաջի անգամ երկրի պատմության մեջ, երբ ցեղասպանության իրականացնողը դառնում է խաղաղության մրցանակի դափնեկիր, իսկ միջազգային ացիանները, միջազգային այդ բավականին հերինակավոր եւ կարծես թե Ադրբեջանից անկախ մարմինները նույնպես ընդունում են Ադրբեջանի տեսակետը։ Եվ այստեղ ես գիտեք ուզում եմ ասել, որ դա նաև կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Նույն երգը Արցախ անվան տակ գրանցված է միջազգային ացիաններում հերինակային իրավունքի հետ կապված։ Ուրեմն նախ իրավական առումով իրավունք չունեն առանց հերինակի թույլտվության փոխել այդ երաժշտության անունը։ Հերինակը այդպես է ասել, պիտի իր այդ համաձայնացնեն նախ եւ առաջ։ Երկրորդը, այդ երգը հնչել է նախորդ անգամ եւ Ադրբեջանը ծպտուն չի անել։ Այդ ժամանակ ուրեմն խաղաղություն չկար, բայց Ադրբեջանը ծպտուն չի անել։ Հիմա իբր թե խաղաղությունը այդպիսի ճնշում նաեւ մեր ամեն մի խոսքի վրա եւ դա նաեւ ցույց է տալիս, որ եթե պետությունը ձերքերը մեղմ ասած լվացել է կամ առհասարակ հակառակ կողմն է բռնել, ապա զուր են այն բոլոր անհատների կամ կուսակցությունների կամ կազմակերպությունների ջանքերը, որ փորձում են այդ հարցը արգելացնել։ Օրինակ, որպեսզի ապահովեն բնակչության արժանապատի վերադարձի իրավունքը կամ մշակութային կոթողների պահպանության հարցը եւ այլն, հազարավոր մի հարցեր կան, որովհետեւ այդ բոլոր միջազգային ացիաներում պատասխանը լինելու է ձեր պետությունը դրան դեմ է հաշվի առնելով, որ դա հակասում է խաղաղության պայմաններին։ Այսինքն դա նոր իրավիճակ է եւ այս կարծես թե փոքր մանրամասնությունը ցույց է տալիս ամբողջ ողբերգությունը այսօրվա իրավիճակի, որ մենք մեզ անգամ արգելված է անունը ասել։ Այսինքն խաղաղությունը հայերի հաշվին է բոլոր առումներով, այո։ Այո, այսինքն խաղաղություն դա ոչ թե խաղաղությունը հավասարների միջև, այլ մեկ կողմը, որը թելադրում է իր պայմանները եւ միանգամից անցնում ենք, գիտեք, այսօրվա հիմնական լուրը երևի Վենսի։ Տեսեք, այսօր Վենսը գնաց ծիծեռնակաբերդում եւ նրան ոչ ոք չի ուղեկցում, ճիշտ է, պատվախումբը, զինվորական պատվախումբը կար, այնտեղ ներկայացված է, կարծես թե հարգանք պատիվ, բայց Հայաստանի պաշտոնյաներից որևէ մեկը չի եկել։ Ինչու։ Ասեմ, Վենսը նախ Միացյալ Նահանգների քաղաքական գործիչ է, երկրորդը Պարկաստիճան պաշտոնյա։ Եվ ասում են նաև Թրամփից հետո հավանական նախագահի թեկնածու։ Բացի դրանից, այսինքն փաստորեն ինքը ինչ է, ինքը պարտավոր է պահպանել իր պետության կանոնները։ Պրոտոկոլին հետ։ Եթե անկամ ոչ թե պրոտոկոլը, այլ օրենսդրությանը, եթե օրենսդրության ճանաչվել է ցեղասպանությունը, Միացյալ Նահանգները ճանաչել են ցեղասպանությունը, ինքը իրավունք չունի անտեսել այդ փաստը։ Երկրորդը բոլոր դեպքում քաղաքական գործիչ է, ասում եք, եւ միգուցե հաջորդ տեխնացու է նախագահության։ Այո, իսկ Միացյալ Նահանգների
Համայնքը հայկական ճիշտ է պարակտված է, հասկանալի է բոլորին, ամենտեղ էլ պարակտում է գնում շնորհիվ գիտեք ինչ գործողությունների շնորհիվ, բայց ցեղասպանության հարցում ամերիկյան համայնքը միասնական է։ Ուստի եթե ինքը այդ քայլը չանեք, բնական է կկործնի ինչ-ինչ եւ ինքը եւ նրա կուսակցությունը կկործնի ինչ ձայների։ Այսինքն ապագային են նայում, այո։ Եվ ապագային եւ իրենց օրենքներին, այսինքն ինքը գործել է շատ ճշգրիտ ձևով։ Եվ չի վախեցել, թե Թուրքիայից դա ինչ-որ արձագանք կունենա։ Բայց Հայաստանի իշխանությունները վախեցել են Թուրքիայից արձագանք։ Իհարկե, բայց ինչու գոնե պրոտոկոլ, դուք ասացիք պրոտոկոլի համաձայն, գոնե մի երրորդական կարգի, գոնե արտաքին գործերի փոխնախարարը լինեի կամ բաժնի պետը լինեի, եղել է միայն թանգարանի տնօրենը, այսինքն ոչ քաղաքական դեմքը։ Դա ցույց է տալիս ինչ աստիճանի կախվածության մեջ է ինքնիշխան իշխանությունը, անկախ իշխանությունը, որը վախենում է անգամ կատարել Հայաստանի օրենսդրության պահանջները։ Վախենում է կատարել միջազգային դիվանագիտական պրոտոկոլի պահանջները, որտեղ Վենսը եկել է ոչ թե որպես անհատ տուրիստ, որ ցուցերնակաբեկ թե բարձր, որպես պաշտոնյա եւ այդ պատվո պահակախումբը իհարկե դա նշան է, որ նրան պաշտոնական ձևով են ընդունում, բայց ոչ մի Հայաստանի պաշտոնյա չի համարձակվել, քանի դա կարող է շարժել նրա շեֆերի Ալիևի եւ Էրդողանի զայրույթը։ Դե կոնե ինչու դժգոհություն է զայրույթ։ Պարոն Զոլյան, ընդհանուր առմամբ Վենսի երեկվա այցելությունից ինչ դրվագներ կային, որ օրինակ դուք առանձնահատուկ ուշադրություն կդարձնեիք։ Գիտեք ինչու ես Վենսին այդպես անձամբ չեմ ճանաչում որ իր մարդկային հատկությունները, բայց որպես պետական գործիչ եւ քաղաքական գործիչ պիտի արձանագրեմ նրա շատ բարձր մակարդակը եւ այստեղ միգուցե դա որոշ մարդկանց դուր չի գալու, որ ինքը չի խոսել այսինչ թեմաների մասին, ենթադրենք նույն վերադարձի մասին, կամ արցախցիների, կամ ինչ-որ գերիների եւ այլն։ Նա գործել է իր շրջանակներում եւ շատ ճիշտ է գործել։ Այլ բան թե ինչ վիճակում է Հայաստանը եւ ինչ է ներկայացնում Հայաստանը Միացյալ Նահանգների տեսանկյունից։ Էլի մենք խոսեցինք այսօր ացելության մասին, որ ինքը պարտավոր է որպես բարձրաստիճան պաշտոնյա հարգելը Միացյալ Նահանգների օրենքները, բայց եւ որպես քաղաքական գործիչ ամերիկահայ համայնքի տեսակետները։ Իդեպ Հայաստանի իշխանությունները ոչ այն հարգեցին, ոչ էլ իրենց ընտրողներին։ Եվ փաստորեն շատ վախենում են Թուրքիայից եւ Ադրբեջանից, քան թե կարևորում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Հիմա տեսեք հաջորդ քայլը նորից մանուկի դեք ոչ պաշտոնական կողմը։ Ուրեմն երևի տեսել եք, որ այցելություն է կազմակերպվել նախագահական պալատում, ոչ թե ամերիկյան դեսպանատանը, այլ նախագահի պալատում, այսինքն Հայաստանի իշխանության խորհրդանիշն է։ Վենսը որպես տիրոջ իրավունքով նայում է, նրան զեկուցում էին, նրան էին զեկուցում, ոչ թե Փաշինյանին էին զեկուցում, ինչ են պատրաստում անել Հայաստանում, այլ որպես իրենց շեֆին, այսինքն այդտեղ Փաշինյանը ուղղակի ուղեկցող այց է, հանձնավորություն է, նրանք ուղեկցում են շեֆին, շեֆին էլ պատմում էին։ Սա պիտի լինի պարտականություն էր ստանձնել։ Չէ, անգամ գիտի չէ, ուղղակի կողքը կանգնացեք։ Որտեվ գիտիկ անգամ գիտե չէ, այնտեղ մի կազմակերպություն, որ կազմակերպում է ցուցահանդես իր նվաճումների եւ այլն, եւ ցույց են տալիս, թե ինչ պիտի անեն Հայաստանում եւ զեկուցում են անմիջապես Վենսին։ Ճիշտ է, վերջում ձերը բարևում էին տեստեսություն էին ասում ինչ-որ շփիտով նաև Հայաստանի վարչապետին, բայց Հայաստանի վարչապետը այնտեղ երկրորդական դերում է եւ դա իրականում այդպես է։ Փաստորեն սա իսկ հիմա եթե վերաբերում ենք պաշտոնական կողմին, այդտեղ բազմաթիվ հարցեր կան նախ եւ առաջ ինչի վերաբերյալ է պայմանավորվածությունը եւ ինչ հետագա ծրագրերի մասին է խոսքը, որովհետեւ ճիշտ է շատ թեթև լսելով փորձագետներին, ավելի շուտ պրոպագանդիստներին, կարծես թե բանավեճը հետևյալի մասին է, որտեղ գիտեք, մանկական երգ կա, քերին եկավ մեր բակը, լիքը պոպող շալակը։ Մեկը ասում է լիքը պոպող շալակը, մյուսը ասում է այդ երգի մյուս դեմը չէ, մածնի կուճուճ շալակը։ Եվ իջում են մածունի կուճուճն է թե պոպոկը։ Հիմա խոսենք այդ պոպոկներից։ Նախ 5 միլիարդ, դա ոչ թե լինելու է Հայաստանին տրվող։ Դա պիտի լինի այն գումարը, որ Հայաստանը պիտի վճարի Միացյալ Նահանգներին ինչ-ինչ ապրանքների համար։ Կամ ծառայությունների, այո։ Այո, ուրեմն փաստորեն Ամերիկա եւ այստեղ ոչ մի խտրականություն չկա։
նորից չմեղադրենք Վենսին, ինքը գործում է Միացյալ Նահանգների որպես քաղաքականությունը իրականացնող։ Եվ վերջում իր խոսքում էլ ասաց, տանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն, ամերիկյան ընկերությունները կկարողանան արտահանել, այո, օրինակ Հնդկաստանը մեծ է, Հնդկաստանի վրա 500 միլիարդ է դրված այդքան։ Ուզբեկիստանը ավելի մեծ է, քան Հայաստանը, Հնդկաստանից փոքր 50 միլիարդ դոլար է։ Դե Հայաստանը փոքր է 5 միլիարդով ոնց որ թե բարիշեցինք։ Այսինքն դա այն մասն է, որ Հայաստանը պետք է այդ 5 միլիարդը վճարի, որպեսզի ԱՄՆ-ից արտահանի ծառայությունների տեխնոլոգիաներ։ Այո, սա մեկ, հա։ Երկրորդը բանը սպառազինությունների վերաբերյալ 11 միլիոն դոլար, դա գիտեք հիշենք, որ Փաշինյանը երբ նոր էր իշխանության եկել, գնացել է Բրյուսել, իրեն ասել են 10 միլիոն դոլարի կօգնենք, ինքը ծիծաղելով ասեց, այս ինչ գումար եք ասում, հենա ես մեր օլիգարխներին թափ տամ, կես ժամում այդ գումարը կհավաքեմ ամեն մեկից 10 միլիոն դոլար։ 11 միլիոնով համեմատության համար 90-ական թվականներին իրադարձություններից, ուրեմն Ռուսաստանից մենք ստացել ենք այն ժամանակվա գներով առնվազն 1 միլիարդի անհատույց սպառազինություն 90 թվականին 1 միլիարդի անհատույց եւ դա գիտեք պաշտոնապես կարող ավելի նա եղել դա այն պաշտոնական թիվն է որ այն ժամանակվա նախագահ Ելցինի իրավական վարչության պետ Պուտինն է ստորագրել տվելով այն դիմությանը գեներալ Ռոխլինին որտեվ աղմուկ է բարձրացրել այդ գեներալ գնդապետ Ռոխլինը թե ինչու Հայաստանին անհատույց է տրված, ուզում եք իմանալ նրան, որպես Դումայի падգամավորը տեղեկանքը տրված է 1 միլիարդի, կարող է եւ ավել է եղել։ Եվ այդ հրամանագիրը Պուտինն է ստորագրել։ Հրամանագիրը չէ, այն ժամանակ Ելցինն էր նախագահ, ինքը այն ժամանակ վարչության պետն էր իրավական հարցերի վարչության պետ եւ որպես падգամավորի հարցմանը, ճիշտ է, հետո Ռոխլինի մասին հիշում եմ մյուս գեներալը ասեց կուպեց в պագոնах ուսադիրներով վաճառական եւ հետո կյանքը վատ ավարտվեց Ռոխլինի, բայց բոլոր դեպքերում համեմատության համար 93 թվականի 93-94 թվականին Հայաստանը ստացել է 1 միլիարդ դոլարի անհատույց օժանդակություն, սպառազինություն։ Իսկ դուք այդ մասին գիտեք, քանի որ Արցախի հարցերով Չէ, սա ոչ միայն ես, այդ բոլորը գիտեմ, որտեղ հրապարակվել է, որտեղ սկանդալ է եղել Դումայում, այդ գեներալ Ռոխլինը բարձրացրել է հարց, ինչու ռուսական սպառազինությունը անհատույց տրամադրվում է Հայաստանին։ Ու այդ չափով իհարկե դա նորից դա հիմա 90-ական թվականին Ռոխլինը արդեն կան կասկածներ, որ ռազմական հեղաշրջում է պատրաստում եւ իրեն պետք է թույլատրել Պուտինին, բայց համենայնիվ ես ես բերում եմ փաստաթուղթ, հղում անում, դա գաղտնի չէ։ Նույն Ռոխլինը Դումայում այդ հրապարակել է եւ պատասխան է պահանջել եւ նույնը այդ բանավեճի ժամանակ մյուս գեներալ Լեբեդը իրեն այդպես է անվանել։ Այսինքն դա հայտնի բան է, ես ուղղակի ասում եմ համեմատության մեջ, իսկ եթե խոսենք վերջի պատերազմի մասին, Ալիևի ասելով, ճիշտ է մի քիչ փոքր ուշացրել, բայց թվերը մոտ են, որտեղ ցույց են տալիս, որպես տեխնիկա ոչնչացված կամ վերցված, չէ, ագրաված ոնց են ասում, թե այսինքն գրաված տեխնիկան Հայաստանից ինքը ասել է 5 միլիարդի։ Այո։ Դա միայն այն տեխնիկան է, որ Ադրբեջանը որպես ռազմավար է վերցրել եւ կամ ոչնչացրած վիճակում կամ այսինքն թվերը անհամեմատելի են 1 միլիարդը 90-ական թվականների գներով դա մոտապես երևի 10 միլիարդ այսօրվա փողով։ Պարոն Զոլյան, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է ռազմավարական բնույթի համաձայնության ենք եկել 11 միլիոնի ԱԹՍ-ներ են գրում, բայց բարձում է միայն հետախուզական նպատակ։ Դե գիտեք գումարը եթե ես իմանայինք որ դա 2 միլիարդի ԱԹՍ-ներ են գնել, ես կհասկանայի, որ դա ինչ-որ լուրջ ավանդ է, իսկ դա նմուշների դա ցույց։ Որ միայն հետախուզական գործառույթ ունեցող։ Դե հա, այսինքն հետախուզական մի հատ բանի, այդել մի քանի հետախուզական, անգամ եթե հարձակվողականն են լինեին, այսինքն մի քանի նմուշի մասին է։ Դրանք ավելի շուտ թանգարանային նմուշներ են, որ թանգարանում ցույց տան, ինչպես եղան այդ օդանավերը, որ առանց հասկանալու, որ առանց հրթիռների օդանավը ուղղակի ջարդում է։ Հիշում եք 10 միլիոն դոլարի։ Նկատվում էր Նիկոլ Փաշինյանը այդ գործանիշը, չէ, ուղղաթիռ այլ։ Հա, հիմա այդ ցույց տվեցին, Վենսին ցույց տվեցին, տեսան Վենսը գլխով արեց այլ հետաքրքիր սպառազինությունը եւ այլն։ Նույնը երևի վերաբերվում է մնացած դրվագներին, բայց հիմա գանք ամենակարևորին տրիպին, ինչ է դա տալիս Հայաստանին։
Դե որպեսզի հասկանալի եկեք մոռանանք նորից այդ Քերի Պոպոկի ու Պոպոկներից ամենամեծ Պոպոկը դա հենց տրիպն է, որ պիտի բարգավաճ եւ այլն։ Սա պետք է վերանայել նայել ընդհանուր համատեքստում, այսինքն ոչ միայն Հայաստանի, թե ինչ է տալիս դա Ամերիկային եւ ինչ վտանգներ է բերում Հայաստանի համար։ Իդեպ հենց Ամերիկայի վերլուծաբաններից է ամենալուրջ վերլուծաբանը Ջեֆրի Սաքսը դեռ սեպտեմբերին ասում է, որ դա Հայաստանի համար Ամերիկայի համար միգուցե եւ լավ է, բայց Հայաստանի համար դա ողբերգություն կարող է լինել, որովհետեւ սրելու է իրավիճակը բոլոր հետ խաղացողների։ Հիմա տեսեք համատեքստում, հիմա Ադրբեջանից բացի Վենսը հանդիպել է Միլանում օլիմպիական խաղերի ժամանակ նաեւ Վրաստանի նախագահի հետ։ Եվ ոչ միայն ինքը, այլ նաև Ռուբիոն, այսինքն բավականին լուրջ մակարդակով են հանդիպել եւ Վրաստանի նախագահը դա միայն այդպես պրոտոկոլային ֆիգուր չի։ Դա ինչ-ինչ հարցեր է կարգավորող եւ հսկող անձնավորություն է, որի հետ կարելի է պայմանավորվել։ Հիմա Ադրբեջանի գնալու դեպքում իհարկե պետք է լինի այն համադրումը շահերի եւ մենք տեսնում ենք Ադրբեջանը ունի մեծ ծրագիր, դա կոչվում է Արևմտյան Ադրբեջան, Թուրքիան ունի էլի մեծ ծրագիր, դա կոչվում է Թուրան, կամ եթե ժամանակակից նեո-օսմանիզմ, այսինքն նրանք փոխել են անուն նեո-օսմանիզմ, թե ոչ թե զենքով, այլ տնտեսական եւ մշակութային լծակներով պիտի վերականգնեն այն մեծ Թուրանը։ Որը բացառում է բացի թուրք ժողովուրդներից ոչ մի այլ ժողովրդի արկայություն տարածաշրջանում, այո։ Գիտեք, նեո-օսմանիզմը քիչ ավելի մեղմ է, այսինքն կարող է։ Հիմա եկեք Խոսքերով մի կողմ։ Բայց դուք ճիշտ եք ասում, որովհետեւ տեսանք Արցախի հետ կապված Փաստորեն անգամ թանգարանի համար հայեր պետք չեն։ Միգուցե ինչ-որ ժամանակ կանեն, բայց հետո նույնը կլինի ինչպես որ Արցախում վերջին Արևմտյան Ադրբեջանում բնականա հայ չպիտի ապրի, որտեղ ինչ գործ ունի։ Բայց սկզբնական շրջանում այդ մասին չի խոսվում։ Տեսեք, հիմա բացի դրանից Միացյալ Նահանգները ունեն լուրջ ծրագրեր Միջին Ասիայում, կենտրոնական կամ միջին կամ կենտրոնական ավելի կենտրոնական Ասիայում դա միշտ էլ համարվել է Եվրազիայի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սիրտը եւ նվաճելով այս ամենը դրանք բնականա հսկայական հարցեր են լուծում իրենց համար եւ հսկայական խնդիրներ են ստեղծում Չինաստանի եւ Ռուսաստանի համար պետք է գիտակցել չէ խոսում Իրանի մասին որտեղ ֆակտորեն Իրանը նաեւ հայտարարել է որ եթե Միացյալ Նահանգները հարձակում գործեն Իրանի վրա, ապա Իրանը կպատասխանի խիստ պատասխան կտա։ Բայց ում է հարվածելու նրա դաշնակիցներին տարածաշրջանում։ Որտեղ որ ամերիկյան ռազմաբազա։ Այսինքն եթե դու քեզ դարձնում ես ինչ որ ռազմական դաշնակից, ապա պիտի պատրաստ լինես, որ Իրանը դու դառնում ես նաև թիրախ ռազմական հարձակման համար Իրանի համար։ Կարծի ունեք, որ նրանք Հայաստանը տանում են դեպի այդ առճակատման։ Փաստորեն դա գիտեք ինչ, նրանք չեն տանում, բայց հիմա վիճակը այդպեսին է, որ եթե դու այն պահին երբ համարյա թե պատերազմական վիճակում է Միացյալ Նահանգները եւ Իրանը, կարող է գիտեք եւ դա նորից կկրկնվելու է, որտեղ դա կարող է մի շաբաթից լուծվի այդ հարցը, բայց մի երկու ամսից նորից կկայանա, դա պատահական չէ, որ նաեւ այդ ցույցերը եւ այլն, այսինքն Միացյալ Նահանգները տանում են ապակայունացմանը, ինչ որ ձևով պայմանավորությունների են եկել, բայց հետո էլի կարող են նույնը եղել է անցյալ տարի եւ այսինքն դա կարող է եւ կրկնվել։ Նաեւ եւս մի դերվագի մասին պատմեմ, որտեղ մենք շատ ինֆորմացիա չունենք, բայց կտոր միացնելով իրար, ինչ ստանում ենք մի միասնական պատկեր։ Դա Դավոսն է։ Եթե Փաշինյանը գնացել է այնտեղ ուղղակի ստատիստի դերում ինչ-որ կատակներ անելու, ապա Ալիևը լուրջ խոսակցություններ ունեցել ոչ միայն Տրամպի հետ, այլ նաև BlackRock-ի կազմակերպության ղեկավարը։ Որը միջազգային խոշոր կորպորացիա է։ Կորպորացիա, որը նաև է Դավոսի ֆորումի կազմակերպիչն է, եւ որ շատ լուրջ ծրագրեր ունի այսօր Միջին Ասիայում։ Եվ որի կազմում ընդգրկված ընկերության ակտիվները ունի, այո, Թրամփի ուղին, որոնք կառուցելու են եւ այլն, ինքը այդտեղ բաժնեմաս ունի եւ շատերը մտածված են, որ Ադրբեջանը հենց նրանց միջոցով կարող է։ Այո, փաստորեն ես գիտեք ինչ, փաստորեն երկու հանդիպում, երկուսն էլ այդպես ասած Սյունիքի մասին։ Դրան ավելացնենք, գիտեք ինչ, որոշ հայտարարություններ են լինում, որ սկզբից չես հասկանում, թե ինչու է ասել, որ անխուսափելի է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը։ Կոնցեպտի ինչ կարիք կա, միջև այդ
Դա շատ կարևոր է, եթե մենք վերցնենք ամբողջ շղթան Միջին Ասիայից դեպի Եվրոպա։ Այսինքն էներգետիկ համակարգը այդպեսին է, որ լինում է, տեսեք, դա այն չի, որ Միջին Ասիայից միանգամից Եվրոպայի, չնայած փոխանցում են Ադրբեջանին, Ադրբեջանը Թուրքիային կամ Թուրքիայում թեր զարգացած է Արևմտյան Հայաստանի շրջաններն են, որ թեր զարգացած են։ 18-րդ դարում են մնացել, ասում են։ Այսինքն այնտեղ շատ Թուրքիան գերադասի, որ ենթադրենք ինչ որ էներգիա գա Հայաստանից, Հայաստանին այդ էներգիան կուղարկի ենթադրենք Ադրբեջանը եւ այլն։ Փաստորեն փոխանցում են էներգետիկ համակարգի համար իրոք կարեւոր է, որ ենթադրենք եթե ձեզ մոտ ավելցուկ է, դուք չեք կարող պահեստում պահել։ Դուք պետքա տալ տակ մեկին։ Բայց նաև այստեղ խոսքը գնում է վերահսկման մասին, այո, Բացի վերահսկումից, այսինքն դա գիտեք ինչ բնական է վերահսկումից բացի այդ գլոբալ համակարգում Հայաստանը շատ փոքր դեր ունի։ Ցավոք սրտի, բայց դա այդպես է։ Մենք ինքնուրույնությունից կտրվում ենք։ Դա մեզանից չեն էլ հարցնի, այսինքն մենք մեզ ուղղակի մի տարանցիկ, ինչպես որ ուղի, ոչ է դա տրանզիտ, ինչպես ինչ որ տրանզիտ, այո, հաստորեն է տրանզիտը խանգարում է, որպեսզի այդ էներգիայի փոխանակում լինի, որովհետև մեկ համակարգում հնարավոր է միտեղ ավելցուկ, միտեղ պակաս եւ այլն, եւ այս առումով ենթադրենք Թուրքիան տալիս է ինչ որ էներգիան, որ ստանում է Ադրբեջանից, տալիս է Եվրոպային, Հայաստանից ինչ որ իբշուր կարող է մնալ եւ այլն։ Եթե մնա։ Բայց գալիս ենք նաև սա ինչու եմ ասում, փաստորեն մենք տեսնում ենք, որ Հայաստանը շատ փոքր դեր ունի եւ իդեպ եւս մի դրվագ հատկանշական է։ Կարծես թե ինչ կարիք կա մտածելու Միացյալ Նահանգների լրագրողները ինչ հարցեր են տալիս։ Նրանց նայություն տրվեց տալ երկու հարց, երկուսն էլ Իրանի մասին։ Այսինքն Հայաստան եկած Վենսին ամերիկացի լրագրողները տալիս են Իրանին վերաբերող։ Այո, երկու հարցեր։ Սա ինչի մասն է խոսում։ Դա ասում եմ, որ Հայաստանը իրենց համար կարևոր չէ։ Ինչ է կատարում Հայաստանում, հիմա շատերի համար բնական է պետք է դրսի աչքերով նայենք։ Առանց Արցախի, առանց Սյունիքի Հայաստանը ընդամենը 30,000 կիլոմետր է, որը պիտի 30,000 կիլոմետր չէ։ Պարզոլյան կմեղադրեմ, որ դուք Ադրբեջանին տարածքային պահանջներ եք ներկայացնում անուղղակի։ Հա, 29, եթե բանանն էլ հիմա եթե վերցնենք այդ 29 այդ 1000 քառակուսի կիլոմետր հիմա կմնա Ադրբեջանին կմնա բաշխվելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև եւ այլն, բացի Իրանից դա ոչ մեկին չի հետաքրքրում, որտեղ փաստորեն դա մի կցորդ է լինելու այն տարածքների քաղաքական ձևով, եթե ղեկավարվում է Թուրքիայից, ապա եւ ինչ որ Ադրբեջանից հիմա կարևոր չի այդ տանդեմում ով է իշխող մասը։ Իմ կարծիքով հենց Բաքվից, որտեղ Էրդողանը անընդհատ իրենից գցում է այդ պատասխանատվությունը, ասելով քո շեֆը ոչ թե ես եմ, այլ Ալիևն է, սկզբից Ալիևի հետ պայմանավորվի, հետո նոր արի մոտս։ Որտեղ գիտեք, փորձեր են եղել, որ Հայաստանի իշխանությունները անմիջապես դուրս գան Էրդողանի վրա, ինքը միշտ ասում եք, չէ, գնացեք Ալիևի հետ սկզբից պայմանավորվեք։ Համենայն դեպս դա առանձնապես հետաքրքիր չի, որտեղ թե այստեղ ով է իշխանությանը գալու, ինչ է լինելու, գլխավորը որ այստեղ վերահսկողություն լինի համապատասխան ուժերի, Միացյալ Նահանգները իհարկե դա չեն անել, դա միջնորդված կանեն, թե Ադրբեջանի միջոցով, թե Թուրքիայի, դա այդքան էլ թե մի այդ ինչ որ երրորդ Black Rock-ը, որը իրականացնելու է իրենց շեֆերի Black Rock-ը տեսեք, եթե Հայաստանը ընդամենը 40 կիլոմետր է, այդ ճանապարհը, ապա ավելի մեծ տարածքներ կան ուրիշ տեղի Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Իհարկե շատ ավելի կարեւոր է այն գործընկերների համաձայնությունը, քան թե Հայաստանի։ Եվ վերջապես գանք այդ թվին 76% մնալու է Ամերիկային եւ 24-ը Հայաստան։ Այսինքն այդ քերին որ գալիս է լիքը փոփոխ շալակը, դա ոչ թե Վիլսոնի տեսքով է գալիս, որ որբերի համար ինչ օգնություններ բերում եւ այլն, դա գալիս է մի այդպես, ասենք բիզնեսմենի, որը միշտ օգուտն է։ Ասում չի ասում, լավ, ինձ 2-3-4 միլիարդով եւ ավելի հարուստ չեմ լինի, իսկ Հայաստանի համար այդ գումարը պետք է։ Չէ, ինչքան հնարավոր է ինքը վերցնելու է։ Մոտապես պատկերացեք, մեկը գա ձեր տանը ապրի կամ օգտագործի ձեր տունը հարևաններին հանձնելով, հարևաններից էլ այդ գումարը որ գա 76% իրեն է վերցնելու, ինչի համար անհասկանալի է, որ դուք միայն դրա համար, որ դուք իրեն թույլ եք տվել մտնել ձեր տունը։ Իսկ որ Միացյալ Նահանգները վաղուց են ուզում, ես կարող եմ նորից բերել 90-ական թվականների օրինակը, այն ժամանակ ճիշտ է ոչ պաշտոնական այդպիսի ծրագիր կան, Գոբլի ծրագիր, ոնց որ թե Միացյալ Նահանգների հետախուզության աշխատակցի վերլուծաբանի առաջարկն ա եղել փոխանակել մեղրին
Արցախով, որ Հայաստանը տալիս է Մեղրին Ադրբեջանին, իսկ կամ Մեղրիի մի մասը, որ միացնում են նաև Նախիջևանն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը ստանում է Արցախը։ Քանի որ դա չընդունվեց եւ ասվեց, որ չի կարելի Հայաստանի մի մասը փոխարինել մեկ մասով, թե Արցախ Հայաստանի իշխանությունները այո չընդունեցին։ Գիտեք ինչ, իշխանությունները դժվար է, քանի որ դա պաշտոնապես չի ներկայացվել, ապա նաև այլ որպես վերլուծաբանի կարծիք, պատասխանը եղել է նույնը։ Վերլուծաբանների կողմից ասվել է ոչ։ Նաև պաշտոնյա կողմից բնական է եւ ես եմ հարցազրույցի ժամանակ անդրադարձել եւ մնացածները ովքեր որ անդրադարձել են քանի պաշտոնակ ոչ թե բայց դրանք հասկացել է անգամ Գոբլը գրել է Գոբլ 2 ծրագիր որի մասին ավելի քիչ ինքը նաեւ առաջարկել է որ Թուրքիան տա Միջանցք որ կապի Հայաստանը Սև ծովի հետ ճիշտ է այնտեղ այդպիսի ժայռեր էին որտեղ նավահանգի շատ դժվար է կառուցել բայց համենայն դեպս գնում էին անգամ որ Թուրքիան էլ ինչ-որ Միջանցք տա այդ կա կարևոր է Թուրքիան պարտավոր է միջազգային համաձայնագրով դեպի ծով ելք տրամադրել Հայաստանին դա ոչ միայն ելք է գալ Հայաստանը ուղղակի տարածքային տարածք է տալիս ոչ թե Միջանցք է տալիս որ Հայաստանը ինչ-որ կարողանա եւ տեսեք օրինակ նույն տրիպի հետ կապված Հայաստանը ոչ մի ճանապարհ նոր չի ստանում, այսինքն եթե խոսքը այդպես կոչված խաղաղության խաչմերուկի մասին է, այդ խաչմերուկից ոչ մի ճանապարհ չի բացվում։ Ադրբեջանի տարածքով չէ՞։ Ադրբեջանի տարածքով այո, ոչ մի ճանապարհ, ոչ էլ Թուրքիայի։ Նոր է խոսում։ Նույնիսկ սահմանները չեն բացվում։ Պարոն Զոհլյան, ուզում եմ անդրադառնանք նաև Լավրովի հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանի ընդհանուր առմամբ ռուսական կողմից եկող արձագանքների։ Քանի որ մեր ժամանակը սպառվում է, կխնդրեի սեղմ անդրադառնայինք Լավրովի հայտարարությանը, նաև Զատուլինի բավականին հետաքրքիր հայտարարությանը։ Ուրեմն տեսեք, Լավրովի անդրադարձը նախ եղել է ճիշտ է կապված չի եղել ուղղակի Վենսի հայցելության հետ, բայց համենայն դեպս դա բավականին հատկանշական է, որ նա փաստորեն ակնարկեց, իսկ դրանից հետո Պեսկովը ավելի թույլ ձևով, բայց փաստորեն կրկնեց նույն միտքը, որ կարծես թե Միացյալ Նահանգները վերանայում են Անկորիջի համաձայնությունները, թե Անկորիջի համաձայնությունների մասին մենք առանձնապես տեղյակ չենք, թե կոնկրետ ինչ են խոսացել, բայց Լավրովը որոշ փակագծեր բացել է, որ այն պայմանավորությունները, որոնք կային, Միացյալ Նահանգները չի կատարում, եւ խոսում է եւ սանկցիաների մասին, կարծես թե այն ժամանակ Միացյալ Նահանգների պաշտոնյաներից լսում էինք, որ հարավային Կովկասը նրանք չեն մտնելու ոնց որ թե դա Ռուսաստանի գոտին է հիմա ես այս համատեքստում նայում եմ որ իհարկե դա անդրադարձել նաև որ Վենսը գալիս է եւ Հայաստան եւ Ադրբեջան եւ նաև հանդիպում է Վրաստանի նախագահ այսինքն դա նույն ցույց է տալիս որ նրանք ուշադրության եթե ոչ կենտրոնում ապա արժանի են Միացյալ Նահանգների ուշադրությանը Եվ եթե հնարավոր է, այնտեղից էլ օգուտներ բերի, ինչպես օրինակ 5 միլիարդը այստեղից, 76% այնտեղից եւ այլն։ Եվ դա միայն տնտեսական խնդիր չէ, որովհետեւ դրա գալիս է նաեւ Իրանի համատեքստում։ Մենք արդեն ասացինք, որ Միջին Ասիայում բախվում են շահերը Ռուսաստանի եւ Չինաստանի, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի։ Տվյալ դեպքում մենք պիտի հասկանանք, որ այսօր Միացյալ Նահանգների, ես նորից եմ ասում, մարդիկ մտածում են իրենց պետության շահի, չմտածեք, որ ես քննադատում եմ դա Հայաստանն է, որ կարող է թույլ տալ իրեն չմտածել իր ազգային շահի մասին։ Այսօր համենգնում են շահերը Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ Ադրբեջանի, ես այդ երեք ծրագրերի վերաբերյալ եւ նրանք հակադրվում են Չինաստանի եւ Ռուսաստանի։ Իդեպ ասեմ, որ Չինաստանը հսկայական ներդրումներ է անում հիմա Վրաստանում։ Կարծես թե այնտեղ կենտրոնը դառնում է Վրաստանը, բայց նաեւ զգալի Ադրբեջանում։ Այն դեպքում եւ 90-ական թվականներին հիմնական գործընկերը տարածաշրջանում Հայաստանն էր։ Որտեվ եւ նույն այդ Սյունիքի Միջանցքի, որտեվ Սյունիքով Հայաստանը փակում էր այդ պանթուրիզմի ճանապարհը դեպի Միջին Ասիա եւ նաեւ ուйգուրական շրջանը։ Նկարտումներ ունի նաեւ Չինաստանի տարածքային։ Այո, այսինքն ինչպես տեսնում եք, ինչպես է փոխվում եւ ինչ խաղ է այստեղ լինում եւ բնական է Հայաստանի ներուժը հնարավոր չի, բայց քանի որ հարցրեցիք Լավրովի թե ինձ համար իսկապես անհասկանալի եղավ այդ հանդիպումը, որովհետեւ դա պիտի լիներ Միրզոյանի հետ։ Միգուցե Միրզոյանի վերջի հայտարարությունները, որոնք ոչ այնքան ինքը ինչքան որ եվրոպական չինովնիկները բարձրաձայնեցին, որ Հայաստանը խնդրում է պաշտպանություն հիբրիդային պատերազմի, միգուցե դե համար չէր ուզում Միրզոյանի հետ հանդիպել եւ ընտրել էին Սիմոնյանին,
Համենայն դեպս Ռուսաստանը իր ներգործությունն է հայտնել ինչ-ինչ քայլի համար եւ դա բնական է պետք է հասկանալ այս համատեքստում, որովհետեւ մենք եւ պատահական կարծում եմ շատ չէ որ այդ հանդիպման ժամանակ երեկվա հանդիպման ժամանակ պաշտոնական հայտարարություն ոչ Իրանը հիշատակվեց, ոչ Ռուսաստանը։ Մոտապես ասվեց, որ դա մեր գործը չէ, դա Տրամպի գործն է։ Այդ հարցերը կարգավորում է Տրամպը, այլ ոչ թե փոխնախագահը։ Եվ պարոն Զոյլյան Զատուլինն էլ մի հետաքրքիր հայտարարություն էր արել, ասել էր, որ ամենայն հավանականությամբ այն 5 միլիարդը, որ առաջարկել էին Սերժ Սարգսյանին, առաջարկվել է նաև Նիկոլ Փաշինյանին որոշակի ակնարկով, այո։ Դե հիմա բնական է ոչ ես, որ Զատուլինը չեն կարող դա հաստատել, բայց մենք կարող ենք Բայց ասել պատահական է, որ Զատուլինի նման գործիչը, որը, չգիտեմ, ինչ-որ ցածր պաշտոն չի զբաղեցնում, հա։ Պատահական չէ իհարկե, որովհետև նախ այդ 5 միլիարդի մասին մենք գիտենք, որ Լուկաշենկոյի խոսակցությունը Սերժ Սարգսյանի, այսինքն դա է եղել, որ Վանեցյանի հարցազրույցներից գիտենք, որ այդ 5 միլիարդը առաջարկվել է, թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել, բնական է Վանեցյանը որպես նախկին սպա պարտավոր է պահպանել այդ կանոնները եւ պարտաճանաչ կատարում է, որովհետեւ կա Այսինքն դա գաղտնիք է, պետական գաղտնիք է եւ Այո, որպես պետական նախկին սպա ինքը իրավունք ունի բացահայտել այն գաղտնիքները, որոնք տեղի են ունեցել։ Որոնք մասին ինքը տեղեկացել է ի պաշտոն է։ Եթե ոչ ի պաշտոն է տեղեկան է, իրավունք ունենալ։ Դա համար եկեք, բայց բոլոր դեպքերում ես ուզում եմ այլ բան ասել։ Եթե մենք վերցնում ենք 5 միլիարդ, ինչի համար է տալիս այդ 5 միլիարդը, որ կատարվեր այն մի ծրագիրը 2019 թվականի, որ միջնորդները առաջարկել էին Հայաստանին եւ որին Հայաստանի իշխանությունները չեն պատասխանել։ Պատկերացեք ինչ վիճակ է։ Ուրեմն Արցախը, ներառյալ Լաչինի եւ Խարվաճարի շրջանները միջազգային երաշխիքներ, միջազգայինորեն ճանաչված միջանկարգավիճակ եւ միջազգային խաղաղապահ ուժեր եւ այն 5 շրջաններում, որ վերադարձում էին Շուշին, իսկ այն 5 շրջաններում պիտի իրավունք չունենա Ադրբեջանը ռազմական ուժեր պահելու եւ այնտեղ պիտի տեղաբաշխված լինեին միջազգային խաղաղապահ ուժերը։ Այս ամենին նաեւ ավելանում է 5 միլիարդը։ Հիմա ինձ համար դա ավելի շատ կարևոր է։ Տեսեք, թե ինչ պայմաններից հրաժարվել է Հայաստանը 2019 Հայաստանը թե Հայաստանի 2019 թվականի իշխանությունները։ Գիտեք ինչ, ես տվյալ դեպքում ուզում եմ ասել, եկեք մենք ինքներս չխաբենք։ Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները փաստորեն ներկայացնում էին Հայաստանը։ Եվ ինչքան էլ մենք ասենք, որ դա մենք չենք եղել, իսկապես մենք չեղենք։ Դա արդեն պատասխանատվության խնդիրն է։ Ով պիտի պատասխան տա այս անիմաստ քայլի համար, որը բերեց ողբերգությանը, դա պատասխանատվության հարցն է։ Բայց իրականում իդեմս Հայաստանի վարչապետի հրաժարվել է Հայաստանը։ Եվ այսօր մենք ունենք բոլորովին այլ վիճակ, ես ինչու եմ ասում այդ պայմանները եւ համեմատեք Գոբլի ծրագիրը, ինչ էին տալիս դրա դիմաց, որովհետեւ Հայաստանը այն ժամանակ հատկապես Արցախի հետ միասին ներկայացնել այն ուժը, որի հետ պիտի հաշվի նստեին եւ այդպես այս չէ որ քեզ 24% որպես բարեգործություն անգամ ոչ բարեգործություն, որպեսզի շատ չխոսաս, էլի մոտավորապես այդպեսի ձևով, որ քեզ մի բան էլ քեզ պիտի տանք, պիտի ուրախ լինես, դու էլ պիտի շնորհակալություն հայտնես եւ եկվա այդ հայտարարություններից մի կեսը շնորհակալություն, երախտապարտություն, ինչքանով դու լավն ես, ինչքանով խելոք ես, ինչքան լավ մեծ բան ես արել, կեսը դա է։ Պարոն Զոյլյան, շնորհակալ եմ Ես էլ եմ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրներ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սուրեն Զոյլյանը, կհանդիպենք վաղը։